երաժշտությունը չես կարող արհեստական մանրականության միջոցով, հա, մենուն այդ էվոլյուցիան, որ մենք ունենք միլիոնավոր դարերի էվոլյուցիան, ինքը չի կարող երաժշտական արհեստական բանականությունը չի կարող նույն ձևով ներկայացնել, որտեղ ամեն մի վայրկյանը, հա, տարբերվում է, հա, մեր առօրյա կյանքում եւ դու պետք է վիճակին ես ադապտացնես, հա, քո ներքին, հա, քո էությունը, հա, համապատասխան վայրկյանին, հա, եւ այդ աննալը արհեստական բանականությունով հասնել նույն նպատակին եւ ես կարծում եմ, որ երաժշտությունը ունի ապագա այդ կենտրոնի երաժշտությունը չես կարող փոխարինել արհեստական բանականության հետ, բայց կան բազմաթիվ ուրիշ ասպարեզներ, հա, մասնագիտություններ, որոնք կարծում եմ ապագայում արդեն անհրաժեշտությունը չի լինելու, եւ նույնիսկ վիրահատությունների ժամանակ արդեն չէ, օգտագործում են ռոբոտներ, որոնք ավելի ճկուն են աշխատում, բայց երաժշտության մեջ դա անհնար է, կենտրոնի երաժշտությունը ես կարծում եմ չի կարող փոխարինի ինչ-որ ծրագրը, արհեստական բանականությունը չի կարող այդպիսի կոմպոզիցիա ներկայացնի, որը նույն ժանրի վրա դնես Բախի կամ Վիվալդի ստեղծագործությունների, մատը որպես բնության մի մաս, միշտ ավելի լինելու տեզերական այդ ինքնուսների Կարծում եք չի լինի ռոբոտ, ով 50 ժամ օրինակ կնվագի, չթակ ձեզ կգերազանցի։ Ինքը կարող է, բայց այդ ոգեշնչումը չի կբացակայի, ես կարծում եմ, ինքը չի կարող, ռոբոտը չի կարող նույն երաժշտական զգացմունքները, նույն ձևով արտահայտել, դա կարծում եմ անհնար, որովհետև դա ծրագիր է, թվեր են դրանք, որոնք չեն կարող այդ հավերժ, բնության, այսպես ասած, տրանսֆորմացիան չեն կարող